ընդդիմադիր արժակած ուժերի հետ կարող ենք հասնել դրան, թե ոչ, չեմ կարող այս պահին հստակ ասել, բայց պետք է ամեն ինչ անենք եւ դրանում կարող էին մեծագույն ավանդ ունենալ ուրեմն Վազգենը եւ Նարեկը, որոնք հիմա ըստ էության գտնվում են ապօրինի կալանքի տակ։ Կալանքը կարևոր չի, տնային է, վարչական է, բանտում իմիջիալից շատ դեպքերում կարող է բանտումն են, դե գիտես, որ այդ խուցն է, քեզ տարել են, փակել են։ Հետաքրքիր է, որ երբ որ ես էի նստած, քույրիկս փաստաբանին ասել էր, ասեք թող գիշերները դուրը փակի էլի, որ ուրիշ մարդիկ չմտնեն իրա կամեր չիմանալով, որ ես մտցնում են դրսից փակում են եւ բացում են մենակ օրը 2 անգամ, հա, այն էլ բանը այդ պատուհանը կամ առավոտյան այդ երբ որ հերթափոխը փոխվում է ստուգումների ժամանակ։ Հիմա այնպես որ տնային կալանք, պատկերացնում եք տունն եք, բայց որևէ մեկի հետ շփվելու, որևէ հանրային ելույթ ունենալու, թվում է թե ազատ ես, բայց այդ ազատությունը որևէ ձևով դրսևորել չես կարող։